Բարև ձեզ։ Առաջիկա խորհրդարանական համապետական ընտրություններին թեև արդեն բավական ժամանակ կա, բայց կուսակցությունները դիրքավորվում են, ձևավորում են իրենց թիմերը, ցուցակները, ծրագրերը, օրակարգերը։ Իսկ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի քաղաքական մրցակցություն է լինելու, ինչպիսի ընտրություններ են լինելու, արդյունքում ինչպիսի խորհրդարան են ունենալու եւ մեծ հաշվով ինչպիսի իշխանություն է ձևավորվելու։ Այս պահին շուրջ 20 քաղաքական ուժ արդեն հայտնել է, որ ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, այդ կուսակցությունների քաղաքական ուժերի թվում է բնականաբար կառավարող կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիրը, որի հիմնական թեզերից մեկը իրական Հայաստանն է, եւ եթե փորձենք պատկերավոր արտահայտվել, ապա իրական Հայաստանի հետ մրցակցում են ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայաստանը, Հայաստան դաշինքը նկատի ունեմ, եւ ելի մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նշեցի, դրանց թիվը մոտ 20-ն է։ Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես քաղաքական դաշտում, ինչ է կատարվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում, ինչպիսի ընտրություններ են լինելու, ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել արտաքին ուժերի կողմից եւ արդյոք այս ընտրությունները նաեւ ընտրություն են Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Սա Ազատ Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, նախկին նախարար եւ պատգամավորի տեխնացու Հակոբ Սիմիդյանն է, բարև ձեզ, պարոն Սիմիդյան։ Սկսենք նրանից, թե ինչպես եղավ, որ դուք գործադիրից որոշեցիք տեղափոխվել օրենսդիր։ Դա ձեր որոշումն էր, թե կուսակցության։ Դա առաջին իմ որոշումն էր, բայց ես նաեւ օրենսդիրից նախկինում տեղափոխվել էի գործադիր, հիմա էլ դեմ չեմ լինի շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում, կարծում եմ կուսակցական ընկերները արդեն առաջի ընտրական փուլում նման գնահատական տվել են, ես առաջի 50-յակում եմ, ինչը ենթադրում է, որ նախկինում օրենսդիրում աշխատանքը բաց չի եղել եւ ես դեմ չեմ շարունակեմ աշխատանքը օրենսդիր մարմնում։ Ինչ է կատարվում հիմա ձեր կուսակցության ներսում։ Նկատի ունեմ եւ քաղաքական եւ կազմակերպչական առումով։ Դե պետք է արձանագրենք, որ մեր կուսակցությունում իսկապես քաղաքական ներքին լեգիտիմ ընտրությունների մի գործընթաց է, սա պետք է արձանագրել եւ ասել, որ սա աննախադեպ է Հայաստանի կուսակցական համակարգի համար, կարծում եմ, որ սա նոր մշակույթ է եւ հիմա մենք կուսակցության ներսում ընտրական process-ների մեջ ենք, երկու փուլանի, վստահ եմ գիտեք, առաջի փուլը անցել ենք, հիմա երկրորդ փուլին ենք պատրաստվում, դրա համար այցելում ենք տարածքային կազմակերպություններ, հանդիպում ենք խորհուրդների հետ, շփվում ենք մեր ընկերների եւ նաեւ առաջիկայում ամսի 27-28-ին կլինի երկրորդ ընտրական փուլը, որտեղ արդեն 50-յակի 30-յակը կընտրվի առաջի եւ էսա կատարվում, այս գործընթացն է եւ նաեւ զուգահեռ իհարկե առիթը բաց չենք թողում քաղաքացիների հետ շփվելու, էսա ամբողջ պատկերը։ Հենց ձեր այցերը եւ քաղաքացիների հետ շփվելը նաեւ հարցեր են առաջացնում։ Այդ այցերը կուսակցական գործընթաց են, թե վարչապետի աշխատանքային այցեր են մարզեր, որովհետեւ ստացվում է այնպես, որ ներկայացվում որպես ներկուսակցական, բայց առետապատ չեք տոնում քաղաքացիների հետ հանդիպելու եւ ասում են հիմա չհասկացանք, սա կուսակցական գործընթաց է, վարչապետի աշխատանքային այցեր են, որովհետեւ քաղաքացիները ովքեր մոտենում են որպես վարչապետ, այսինքն որտեղ է սահմանը վարչապետի լիազորությունների եւ կուսակցության ղեկավարի։ Շատ լավ, մենք շաբաթ եւ կիրակի օրերն ենք, ուրեմն մեր այցերը կազմակերպում, վարչապետին չեն կարող երկու մասի բաժանել, եւ կուսակցության վարչության ղեկավարն է վարչապետը եւ երկրի ղեկավարն է, դրա համար ոչ աշխատանքային օրերին չեմ կարծում որևէ զարմանալի բան կա, որ հարմար առիթները օգտագործում ենք վարչապետի հետ միասին քաղաքացիների շփվելու, վարչական ռեսուրսի օգտագործումը առհասարակ չեմ պատկերացնում, այդ նույն տրամաբանությամբ վարչապետը ինչ անի, կարելի է ասել, որ վարչական ռեսուրսի օգտագործում է, չկա վարչական ռեսուրսի օգտագործում, մենք մեր քարոզարշավն ենք անում, ֆինանսները մեր կուսակցությունն է ծախսում, այնպես որ ոչ աշխատանքային օրերին մեր շփումները, ինչպես ձեր հաղորդման ֆորմատն է, ազատ զրույցի ֆորմատով կարող ենք քաղաքացիների հետ ունենալ։
Դե այդ քննադատությունները հիմական եւ միշտ են եղել, ես երկար տարիներ ընտրությունները որպես լրագրող ուսաբանել եմ եւ բոլոր ժամանակներում ոչ միայն Հայաստանում իշխանությունը այդ առավելությունն ունեցել է, միշտ քննադատվել է, բայց ունեցել է, ասենք, գործող նախագահը կամ գործող վարչապետը այդ ընթացքում աշխատանքային այցեր է կատարում։ Դա ծառայում է որպես նախընտրական քարոզչություն, հա, ընկալվում է շատերի կողմից, բայց դե հիմա իր լիազորություններն է կատարում։ Եթե նույնիսկ ասենք ոչ թե քարոզարշավ, այլ որպես վարչապետ Դե ինչպես տեսնում ենք աշխարհում այդ լուծումը դեռ չեն գտել տարանջատելու վարչապետը ընտրված ղեկավար է եւ բարեբախտաբար մեր ղեկավարի դեպքում նորույթ չի քաղաքացիների շփումը, վերջի 5 տարվա ընթացքում էլ վարչապետը շատ ակտիվ է եղել։ Նորույթը այդ լայվերով ամեն ինչ ցուցադրելն է։ Չէ, լայվերն էլ նորույթ չի, սկսած հեղափոխությունից այդ լայվերը եղել են, այնպես որ իսկապես քննադատությունը Նորույթը 2018-ից սկսած։ Նորույթը մեր կուսակցական ընտրական process-ը, այո, այս տրամաբանությունը նորույթ է, այս տրամաբանության մեջ լայվերի տրամաբանությունը մի քիչ կարող է նոր է, բայց որ վարչապետը հանրային իրագործունեությունը սոցիալական ցանցերով ակտիվ միշտ իրականացրել է, դա է փաստ։ Բոլորի աչքի առաջ է։ Այդ հանդիպումների ժամանակ ձեր հիմնական ուղերձները որոնք են քաղաքացիներին եւ քաղաքացիներից ինչ արձագանք եք ստանում։ Առաջի հերթին դասում են քաղաքացիների, նրանց դիտարկումները, գովաբանությունը կամ քննադատությունը, բայց իհարկե կարծես խաղաղությունը դառնում է գլխավորը քաղաքացիների շփումներում եւ քաղաքացիների համար խաղաղությունը իսկապես առաջնահերթություն է։ Բայց ախր ձեր խաղաղությունը երաշխավորված չէ, ես չեմ ասում, ընդդիմությունն է ասում։ Ես գիտեմ ընդդիմությունը ինչ է ասում, խաղաղությունն է ուղղակի մի օրվա մի գործ չի, խաղաղությունը process է, գործընթաց է։ 2022, 23, 24-ից սկսած որոշակի գործընթացներ հասցրեցին Հայաստանը նրան, որ 2025 թվականին մենք սահմանում որևէ զոհ կամ վիրավոր չունեցանք։ Այսինքն սա process է, որը չի կարող ուղղակի մի կետում գնահատվել կա այդ խաղաղությունը, թե չկա այդ խաղաղությունը։ Դա աշխատանք է, որը պետք է իրականացնել, այդ աշխատանքը կատարվում է եւ մենք արդեն վստահություն ունենք, որ խաղաղությունը կարող ենք արձանագրել որպես փաստ եւ հունիսի 7-ի ընտրությունները քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի դեպքում խաղաղությունը կարծում եմ արդեն անշրջելի կդարձնի։ Հունիսի 7-ին հաղթանակին, հնարավոր հաղթանակին կամ այլ սցենարներին կանդրադառնանք, բայց հիմա ես ինչքան հասկացա, ձեր հիմնական ուղերձը, որ տանում եք ժողովրդին, դա խաղաղության ուղերձն է։ Դա այո, խաղաղության ուղերձն է եւ ոչ միայն ուղղակի խաղաղություն ասելն է, այլ որ քաղաքացիներն էլ հասկանան, գիտակցեն, որ խաղաղություն ունենալը դա քրտնաջան աշխատանք է, դա արտաքին հարաբերություններ են, դա ներքին տնտեսության զարգացում է եւ բոլորիցս անպայման ջանք պահանջելու է խաղաղությունը ելի եմ կրկնում անշրջելի դարձնելու համար։ Լավ, այսքանը քաղաքացիական պայմանագրի մասին, հիմա դառնանք ընդդիմադիր դաշտ եւ նախընդհանուր գնահատական ինչ եք տեսնում, ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, հետո առանձին մի քանի դերակատարների կանդրադառնանք։ Գիտեք, ոնց հասկանում եմ, դուք ասեցիք 20 արդեն քաղաքական շուրջ 20, մի քիչ ավելի, այո, ես չեմ հաշվել ճիշտն ասած, բայց ոնց հասկանում եմ, ընդդիմադիր դաշտից մեկ միավոր կա, որը հայտարարել է վարչապետի թեկնածուի մասին, դա Հայաստան դաշինքն է, մեր ձևով չունի թեկնածու, Բարգավաճ Հայաստանը չունի թեկնածու կամ ունեն մեր ձևովը կամ ուժեղ Հայաստան կուսակցությունն ասենք այսպես, նրանք հայտարարում են վարչապետի թեկնածու, որը ըստ էության առաջադրվելու իրավունք չունի, ինչ որ բարձ սահմանադրական կամ իրենց ասելով բարձ սահմանադրական լուծումներ կան դրա համար։ Դե հուսամ չեմ վիրավորի, բայց դա քաղաքագիտական տեսանկյունից աբսուրդ է ունենալ թեկնածու, որը իրավունք չունի լինել թեկնածու։ Ես չեմ հասկանում սա իրանք այս տրամաբանության մեջ ինչ են ուզում բացատրեն հանրությանը։ Դե իրենք ասում են մենք բարձ բացատրում ենք, որ տվեք մեզ բավարար ձայներ, իսկ այդ բավարար ձայները 2/3-ն են եւ մենք սահմանադրական փոփոխություն կանենք, այդ փոփոխությունը հնարավոր է անել ազգային ժողովի մակարդակով եւ մեր թեկնածուն կդառնա վարչապետ։ Ով է իրենց թեկնածուն։ 2/3 ունենալու համար իրանք որ թեկնածուով են գնալու 2/3-ը ստանալու համար։
չունեն տեխնացու, ասում են ազգանունը Կարապետյան է լինելու։ Հա։ Դե Կարապետյանները շատ կան Հայաստանում։ Մեր ֆրակցիայում մեկ Կարապետյան կա։ Չէ, դե իրենց առաջին համարը Կարապետյան է լինելու, վարչապետի տեխնացուն էլ Կարապետյան է լինելու, պարզապես տարբեր անուններով։ Ես էլի եմ ասում, չեմ ուզում վիրավորեմ, բայց քաղաքագիտական տեսանկյունից աբսուրդ է։ Ես կուզենամ լսել անուն ազգանուն հայրանուն, ով է իրենց առաջի համարը, ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Այ որ սենցով յոլա գնացեք։ Ես յոլա կգնամ, բայց հարությունը վերջը պետքա հասկանա իրենք ինչ են ասում։ Իրանք անգամ չեն կարողանում տեխնացու հստակ անուն ազգանուն նշեն։ Ինչ որ վերացական 2/3-ների կամ անհասկանալի եմ ասում, քաղաքագիտական տեսանկյունից գնալ հանրությանը ասել, գիտեք ինչ ազգանունը Կարապետյան է լինելու, հետո որ այդ Կարապետյանը անհասկանալիով է, որ 2/3-ը ստանա։ Չէ, իրենք բաց ասում են, որ իրենց տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Բայց Սամվել Կարապետյանը իրավունք չունի տեխնացու լինելու, էլի եմ ասում, սա քաղաքագիտական տեսանկյունից աբսուրդ է։ Չգիտեմ։ Այսինքն իրականության մեջ գործնականում անհնար է համարում իրենց առաջ կասած տարբերակը, ըստ որի եթե իրադարձությունները զարգանան, իրենց տեխնացուն կդառնան։ Ես կարծում եմ, որ հանրությունը ուղղակի կհամարի դա ձեռառնոցի, կներեք կենցաղային խոսքի համար, որովհետև էլի եմ կրկնում, խորհրդարանական երկրում են ապրում, քաղաքական ուժերը ոչ միայն ծրագիր պետք է ներկայացնել, այլ նաև արժանահավատ տեխնացու պետք է ներկայացնեն եւ ինչ որ անհասկանալի հետագա զարգացումներ, սահմանադրական որոշակի փոփոխություններ հանրության մոտ գնալ նման ասելիքով, չգիտեմ հանրությունը ոնց կարձագանքի, իմ կարծիքով շատ բացասական կարձագանքի։ Լավ, տեսնենք։ Իսկ Հայաստան դաշինքի մասով հայտարարվեց կոնկրետ պարզ բաց հայտարարվեց, որ երկրորդ նախագահն է այդ դաշինքի վարչապետի տեխնացուն, երկրորդ նախագահն հայտարարեց, որ իրենց նպատակը հաղթելն է եւ որ հանգիստ չեն առնելու, քանի դեռ դուք իշխանության եք, քանի դեռ ձեզ չեն հեռացրել իշխանությունից։ Դե կարծես Ռոբերտ Քոչարյանը անհանգիստ կմնա անընդհատ, ասեմ, որ ես լավ չհասկացա Հայաստան դաշինքից ինչ է մնացել, որտեվ 2021 թվականին կար Հայաստան դաշինք, այնտեղ քաղաքական մի քանի միավոր կար, հիմա այդ քանի միավորից ինչքանն է մնացել Հայաստան դաշինքում էլի անհասկանալի է։ Դե այնտեղ երկրորդ նախագահն է, Հոյդան է, եւս մեկ կուսակցություն, ոչ այնքան հայտնի անունից բան չէ։ Ես էլ անձնորեն չեմ հիշում, բայց այդ կուսակցությունն էլ պարակտվեց, եթե չեմ սխալվում, վերջը, այսինքն Հայաստան դաշինքն էլ հասկանալի չի, հիմա այո Ռոբերտ Քոչարյան եւ Դաշնակցություն։ Սենց մի ինչ-որ մի բան է։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը առաջանցիկ քայլով իր վարչապետության հայտը ներկայացրեց, որպեսզի ինդիմադիր դաշտի արդեն հետ խորհրդարանական ընտրությունների որոշակի, չգիտեմ, առևտուրի խնդիրը լուծի, որ մյուսները չեն հստակեցնում, ինքը հստակեցրեց։ Դե մյուսները կարող են ասել, որ մենք էլ ենք հստակեցրել, ասեք ուժեղ Հայաստանը, իսկ այ Բարգավաճ Հայաստանը դեռ չի հստակեցրել։ Ընդամենը հայտարարվում է, որ վարչապետի տեխնացուներ կան, սկզբում 3 տեխնացուի մասին էր խոսում, եթե հետո 4 կարծեմ, բայց անուններ չկան առայժմ, այդ 4-ից եւ ոչ միայն մեկի, այլև 4-ի անուններ անհայտ է, էլի թե դրանից ով կընտրվի, դա էլ Դուք պնդել, որ ուժեղ Հայաստանն էլ չի հայտարարել, ես չեմ դիտարկում իրենց հայտարարածը տեխնացուի մասին հայտարարություն, այո, Բարգավաճ Հայաստանն էլ Բարգավաճ Հայաստանի դեպքում առհասարակ անհասկանալի է, իմի Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է մասնակցելու, թե տապանի տրամաբանությունն է լինելու, ով է լինելու տեխնացու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկ Հայաստանին ծրագրով տապանի տրամաբանության։ Ես չգիտեմ դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ կուսակցությունն է մասնակցելու, այսինքն ընտրաթերթիկում կուսակցության անվանումն է լինելու, պարզապես ընդլայնված ցուցակով, որտեղ կարող են լինել եւ անկուսակցական եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ես մոտավորապես այսպես եմ պատկերացնում։ Շատ լավ, բայց ընտրություններին 2 ամիս եւ փոքր ավել է մնացել, կարծում եմ քաղաքական ուժերը արդեն պետք է հասկանալի դառնան հանրության համար, ինչքան ուշացնում են, այնքան հասկանալի է դառնում, որ դեռ իրենք չգիտեն ինչ են անելու, ով է լինելու իրանց տեխնացուն, այո, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 2, 3, 4 տեխնացուներ կան, ելի եմ կրկնում, հանրությունը կարծում եմ շատ լավ տեսնում է որոշակի շփոթ ընդդիմադիր դաշտում, ես գոնե այդպես եմ հասկանում, դեռ չգիտեն ինչ պետք է անեն կամ որոշակի կենտրոններից լավ չեն ասում կոնկրետ ինչ պետք է արվի
Նայկամ տպավորություն ունեք, որ չգիտեն ինչ են անելու։ Չէ, գիտեն, բայց չեն հասկանում որ ուժը, որ անհատը, որտեղ պետքա լինի, ով ում տեխնացուն պետքա լինի։ Ես նման շփոթ տեսնում եմ, եւ այդ շփոթը իհարկե կարծում եմ նաեւ կենտրոնի կողմից որոշակի ոչ հստակ մեսիջներն են, որտեղ այդ կենտրոնն էլ կարծես դեռ չի ամբողջացրել բոլոր հնարավոր ուժերին կամ անհատներին, որոնք դեռևս քաղաքական դաշտ պետք է բերվեն։ Այդ կենտրոնը աշխարհի որ մասում է գտնվում։ Հյուսիսում է գտնվում։ Այսինքն հյուսային քամիները դեռևս չեն փչել։ Գիտեք, այդ քամիները բավականին թույլ են իմ կարծիքով եւ լավ կլիներ, որ քամիների մասին չլիներ խոսքը, բայց ես դեռևս գիտեմ անհատների, որոնք դեռևս պետք է բերվեն քաղաքական դաշտ, ես հիմա այսինքն տեխնացուներ թե այո, տեխնացուներ մարդիկ կան, որոնք կուսակցություններ են նոր գրանցում կամ կուսակցություններ են գնում, այսինքն հյուսիսն էլ դեռևս, ասում եմ, չի ամբողջացել ամբողջ բնապատկերը գործիչների, որոնք պետք է լինեն։ Այսինքն սա ոչ թե միասնականության բացակայություն է ընդդիմադիր դաշտում, այլ որոշակի քաղաքական պլանավորում տարբեր բևեռներով գնալ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ շրջակա միջավայրի նախկին նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Հակոբ Սիմիդյանի հետ մենք դիտարկում էինք արդեն ընդդիմադիր դաշտը եւ հարցային էր թե այն որ առանձին բևեռներով են հանդես գալիս, սա ոչ թե միասնականության բացակայություն է, այլ քաղաքական պլանավորում։ Դա քաղաքական պլանավորում է, այո, բայց նաեւ ելի եմ կրկնում, դեռևս ամբողջական չի այն անհատների ցանկը, որոնք պետք է լինեն հյուսիսից եկող քամիների դաշտում, դրա համար է որոշակի շփոթ կա, գործիչներ կան, որոնք օրինակ մի գործիչ կար, որը impeachment էր կորում, գնաց միացավ մի միավորի, որտեղ գետնի պատգամավոր չկա։ Մի գործիչ կար, որը հանրապետական էր, նախկինում ԲՀԿ էր, հիմա գնաց ԲՀԿ, Երևանի քաղաքապետարանում խմբակցություն կար, կեսը գնաց Հայաստան Դաշին, կեսը գնաց ԲՀԿ, եթե չեմ սխալվում, դա էլ պլանավորում է։ Ես որոշակի շփոթ տենում եմ եւ իմ խորին համոզմամբ կենտրոնից ոչ դեռևս վերջնական բաներն են, հա, այդ մեսիջներն են։ Երևի պլանավորում է հավասարակշռությունների եւ ինչպես ընդունված է փոխզսպումների մեխանիզմ է ձևավորվում։ Ես գոնե հիմա չեմ կարողանում այդ ամեն ինչը ուղղակի տեսնել, թե ինչ է կատարում, բայց ամեն դեպքում կուսակցությունները կամ քաղաքական միավորները, որոնք հայտարարում են, որ իրանք խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցեն, պետք է հասկանան, որ պատշաճ կլինի հանրությանը ներկայացնել իրենց տեխնացուի անունը, իրենց ծրագիրը եւ անհոդաբաշխ տրամաբանությամբ քաղաքացիների հետ խոսակցություն չվարել։ Դե դրա համար երևի դեռ ժամանակ կա, կարելի է չշտապել, նայած որ կուսակցությունը երբ են նպատակահարմար համարում հայտարարել, բայց դուք հետարքիր բան ասացիք, որ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում դեռ խճանկարը ամբողջական չէ եւ դեռ կան մարդիկ, ովքեր կուսակցություններ կամ գրանցում են կամ գնում են, չգիտեմ, մի խոսքով լուծում են այդ իրավական հարցերը, որպեսզի առաջադրվեն եւ այդ պատկերը ամբողջանա։ Դա գնահատական է թե տեղեկություն է եւ եթե ինչ-որ բան գիտեք, ինչու չասել։ Ես հիմա անվանական չեմ ասի, բայց կարող եմ ասել, որ նաեւ հետախուզության մեր ծառայությունը, հա, հայտարարեց, որ որոշակի գործարարների ստիպում են քաղաքական որոշակի հոսանքների մասնակցեն եւ նաեւ հայաստանյան որոշակի գործարար շրջանակներ կան, որոնք այդ տրամաբանության մեջ արդեն որոշակի քայլեր անում են։ Չէ, տեսեք, այստեղ տարբեր բաների մասին ենք խոսում։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարեց, որ այլ երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք որոշակի ֆինանսական եւ կազմակերպչական աջակցություն տրամադրեն Հայաստանում որոշ քաղաքական ուժերի։ Ֆինանսական եւ կազմակերպչական աջակցություն ցուցաբերելը մեկ բան է, քաղաքական պայքարի մեջ ներգրավվելը որպես դերակատար
այլ բան է։ Ձեր ասած ես կարծեմ թե երկրորդ տարբերակն էր։ Ես ասում եմ, որ երկուսն էլ գոյություն ունի եւ մեկը մեկին չի բացառում։ Հա, չի բացառում, բայց տարբեր բաներ են։ Այսինքն նաեւ կան գործարաններ, որոնց ստիպում են դրսում Հայաստանում քաղաքական որոշակի ծառայություններ մատուցել իրենց, կան այդ տեղեկատվության մեջ կա այդ ամեն ինչը։ Կարծում եմ առաջիկայում նաև ավելի պարզ կլինի, տեսանելի կլինի եւ նաև անուններով նման գործարաններ միայն Հյուսիսում են, թե Հայաստանում էլ։ Հյուսիսում էլ կան, Հայաստանում էլ կան։ Հիմա չէ, խոսքը այն գործարանների մասին է, որոնց նկատմամբ ճնշում է գործադրվում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանում նաև գործարաններ կան, որոնց ստիպում են Հայաստանում քաղաքական որոշակի գործիքներ կիրառեն, այդ թվում քաղաքացիներին ուղղորդելով դեպի Հայաստան եւ Հայաստանում կան գործարաններ, որոնք հյուսիսից կախված են եւ որոշակի պարտադրանքի տակ ստիպված են լինում քաղաքականությանը խառնվել։ Խառնվել էլի եմ ես կրկնում, այնքանով որքանով ֆինանսական աջակցություն կամ չգիտեմ քարոզչական աշխատանք երևացող կամ չերևացող դա մի բան է, բայց սեփական դեմքով, սեփական կուսակցությունով ընտրական գործընթացներում դերակատար դառնալ եւ ընտրական գործընթացների մասնակցել, դա այլ է։ Ես ուզում հասկանալ ձեր տեղեկությունը, ինչքան էլ որ հիմա անանուն եք ասում, երկրորդ տարբերակներ կա։ Այո, երկրորդ տարբերակն է, այո։ Այո, կա հայաստանյան գործարար, որին օրինակ դրսում ստիպում են կամ կարող է ինքը կամավոր է անում, չգիտեմ, որ Հայաստանում կուսակցություն հիմնի եւ մասնակցի ընտրություններին։ Կարծում եմ առաջիկայում կտեսնենք այդ զարգացումները։ Հույս ունեմ։ Դե հիմա արդեն պիտի հիմնած լիներ կամ առնվազն գրանցման փուլում պիտի լիներ, որ հասցներ։ Կարծես տեղեկատվության մեջ, լրատվության մեջ կա նման արդեն կան տեղեկատվություն տենց գործարարի եւ նաև կուսակցության հիմնելու մասին։ Այսինքն պիտի ես ձեր նկարագրածից ենթադրեմ, որ ըստ ձեզ հիբրիդային սպառնալիքը դրսից եկող մի առասպելական կամ չափազանցված բան չէ եւ այլ իսկական լուրջ վտանգ է։ Այո, դա իսկապես լուրջ վտանգ է եւ հիբրիդային պատերազմ մենակ տեղեկատվության մեջ չի, այսինքն տեղեկատվական դաշտում չի։ Իմ հաջորդ հարցն էր դա, այսինքն եթե ասում ենք հիբրիդային, անդադ կրկնում ենք, չէ, հիբրիդային սպառնալիքներ Եվրամիությունը դրան կանդրադառնանք, Եվրամիությունը աջակցություն է տրամադրում, չգիտեմ, արագարձագանքման խմբում շուտով գալու են, չէ, 14-15 հոգի եւ այլ։ Այդ հիբրիդային ասվածը ինչ է իրենից ներկայացնում տեղեկատվություն, գծիկ ապա տեղեկատվություն, կիբեր անվտանգության հետ կապված խնդիրներ, թե ինչ տեղեկատվություն, ֆինանսավորում եւ նաեւ գործիչներ, որոնք ունեն ֆինանսական որոշակի կարողություններ մասնակցեն Հայաստանի ֆինանսավորում այո, բայց նաեւ մենք հիմա Սամվել Կարապետյանի դեպքում էլ տեսնում ենք, չէ, ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Ոչ միայն, բայց ինքը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանում կայացած գործարար է, օլիգարխն ու, չգիտեմ, վերջը մեծահարուստ, այո։ Ինքը եկել է Հայաստանում, զբաղվում է քաղաքականությամբ, չի հրաժարվում իր մյուս քաղաքացիություններից, զբաղվում է քաղաքականությամբ այն պարագայում, երբ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, եւ սրանն է ինչ դնենք, եթե ոչ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ծրագիր։ Եվրամիությունը ինչ կարող է անել։ Ասում ենք աջակցություն է տրամադրում, լավ այդ աջակցությունը ինչպես կարող է արդյունավետ աշխատել։ Ֆինանսավորումը, այդ արագ արձագանքման։ Ես ճիշտն ասած անկեղծ չգիտեմ ինչ գործիքակազմով են այստեղ լինելու գործընկերները, ես չեմ տիրապետում, բայց քանի որ հիբրիդային պատերազմները մենակ հայկական, այսպես ասած, ցավ չեն, դա հիմա կարծես նաև Եվրոպայում է բավականին սպառնալիք, հուսամ գործիքներ ունեն կարողանան օգտակար լինել եւ մեր նպատակը իրականում հանրությանը ճշմարիտ ինֆորմացիան հասցնելն է եւ այն ապատեղեկատվությունը, որը տեղ է գտնում մեր իրականության մեջ, ուղղակի այդ ապատեղեկատվությունը հանել դուրս։ Fact checking բան, այսինքն այդ
ժամանակին արձագանքել, ստուգել, ճիշտը հրամցնել։ Չնայած մենք անդադ խոսում ենք հյուսիսային, հյուսիսում ասում են, ասենք արտգործնախարար Ռուսաստանի ասում է, որ դա ինչ առասպելական բաներ եք խոսում, ինչ հիբրիդային պատերազմ, ինչ սպառնալի։ Ես կարծում եմ, որ իրանք միշտ ասում են այն, ինչ իրանք հերքում են այն, ինչ կա։ Ես Ռուսաստանի քաղաքականությանը ծանոթացել եմ հենց այդպես։ Իրանք ինչ հերքում են, ուրեմն դա կա։ Ցավոք սրտի, սա իմ կարծիքն է, ցավոք սրտի ես նման բան տեսել եմ եւ տեսնում եմ։ Բայց դե Ռուսաստանից կախվածությունն էլ կա մեր ու շարունակում է լինել։ Ես ասեմ, որ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ մենք գործընկերային հարաբերություններ ունենք, մենք པարզ շիտակ խոսում ենք մեր գործընկերների հետ, մենք այսպես ենք վարվում, եթե դա նաև Ռուսաստանի կողմից է լինում, մենք իհարկե միայն կողմ կլինենք։ Մենք Ռուսաստանի հետ որևէ վատ հարաբերություններ կառուցելու կամ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնողը մենք չենք եղել։ Իհարկե նաև ներսում կան նման պնդումներ եւ մեզ մեղադրում են դրանում, բայց մենք չէ, որ Ռուսաստանի հետ որևէ խնդիր ենք առաջացրել, մենք հարցադրումներ ենք անում, այդ հարցադրումներին չենք ստանում պատասխան, որը հասկանալի կլինի, սկսած սահմանային մեր խնդիրներից հապկի հետ կապված։ Հասկանալի է, այս ընտրությունները միայն իշխանության ձևավորման, թե նաև արտաքին քաղաքականության մասին են, արտաքին քաղաքական ուղղության ասեմ կամ չնայած ուղղություն չէ, դերը բալանսավորում է, այսինքն արտաքին քաղաքականության մասին են։ Գիտեք, Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության մասին են։ Միանշանակ, բայց սա ես չէի ուզենա, որ ընտրությունները մենք կապենք արտաքին որևէ վեկտորի տրամաբանությանը։ Հա, ես դրա համար ասի ոչ թե ուղղություն, այլ դերը բալանսավորում է արտաքին քաղաքականության եւ երկրի ինքնիշխանության, ինքնուրույնության։ Գիտեք, ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի հարևանների, բարեկամ երկրների հետ ազնիվ շիտակ ուղիղ աշխատանքն է, այդտեղ վեկտոր չկա։ Մենք բոլոր հարևանների հետ կարծես թե Վրաստանի հետ լավ բարեկամություն ունենք, Իրանի հետ իհարկե լավ բարեկամներ ենք, փորձում ենք նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորել, մենք Եվրոմիության հետ ենք ակտիվ գործակցություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջի տարիների գործակցությունը կարծես նշանակալի առաջընթաց է ապրել։ Ես կուզենամ, որ մեր ընտրական գործընթացները մենք չդնենք այս հարաբերությունների որևէ, բայց դե այնպիսի իրողություններ են, այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ այդ գլոբալ փոփոխությունների համատեքստում նաև արտաքին դերակատարները, հզոր դերակատարները իրենց շահերը, իրենց ռազմավարություններն ունեն այս տարածաշրջանում եւ հասկանալի է նաև նրանց շահագրգռությունը։ Մի կողմից եւ Ռուսաստանը եւ Եվրամիությունը։ Իհարկե, բայց տեսնում ենք հարավում, մերձավոր արևելքում ինչ իրավիճակ ունենք, բայց մեր մոտ Հայաստանում, հարավային Կովկասում կարողացել ենք հենց նման աշխատանքի արդյունքում ունենանք կայունություն, խաղաղություն եւ այս տրամաբանությունը պետք չէ կորցնել, պետք չէ որևէ էմոցիայի կամ պաթոսի տրվել։ Ես վերջերս տեսա ինչ որ Ռոբերտ Քոչարյանն էր ասում, ինչ որ ստոպ ասենք, ինչ որ բան ասենք, դա արտաքին քաղաքականություն չի, դա տղայականության ինչ որ դրսևորում է եւ բարեբախտաբար Հայաստանը արդեն դրանով չի զբաղվում։ Վարչապետն ասում է այսօր քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելը անկախություն է։ Այսինքն անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է։ Ինչ կասեք։ Ես լրիվ համաձայն եմ, ես կարծում եմ, որ անկախությունը, խաղաղությունը դա անհատի ազատության ուրեմն գլխավոր երաշխիքներն են ու անկախությունն ու խաղաղությունն է, որ հնարավորություն կտա քչերից կախվածությունը փոխել շատերից կախվածության, սա ավելի տնտեսական նաև բան ունի, այո։ Հա, ձեր կուսակցության ձևակերպումը նաև այսպեսի ձևակերպում կա, որ փոքր երկրների անկախությունը հավասար կախվածության շատերից։ Հենց եթե մենք տնտեսական տրամաբանությունից դուրս գանք վերադառնանք արտաքին քաղաքականության, այո, շատերի հետ բարեկամություն անելը
կարծում եմ մեր հնարավորությունները եւ մեր անկախությունը մեծացնում են։ Իշխանությունը իսկապես վստահ է, որ հաղթելու է։ Ես կարող եմ ասել, որ միջև մեր այս ուրախ ավտոբուսով շրջելը ես միգուցե որոշակի կասկածամտություն ունեի, բայց ես կարող եմ ասել, որ ինքս տպավորված եմ եւ ես վստահ եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի։ Հաղթանակ ասելով ինչ հասկանանք՝ պարզ մեծամասնություն, որակյալ մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, թե կոալիցիայով մեծամասնություն։ Ես կարող եմ ասել, որ մենք պարզ մեծամասնություն ունենալու ենք եւ այս ամբողջ ընթացքում աշխատելու ենք քրտնաջամեր քաղաքացիների հետ սահմանադրական մեծամասնություն ունենալու ուղղությամբ։ Կոալիցիայի անհրաժեշտություն չեք ունենալու։ Ես վստահ եմ, որ չենք ունենալու։ Ձեր կարծիքով հիմնական մրցակիցներն ովքեր են լինում։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ընդդիմությունը էլի եմ ասում, հիմա այտենց անհասկանալի է, եթե մենք հիմա հստակ ունենայինք ով ում տեխնացուն է եւ այլն, միգուցե ինչ որ մրցակից պատկերացնեի, բայց Ռոբերտ Քոչարյանը չեմ կարծում էր մրցակիցն է, Ռոբերտ Քոչարյանի ամեն հաջորդ ելույթ ուղղակի մեծ նվեր է գործող իշխանություններին, չգիտեմ իրանք դա հասկանում են թե ոչ։ Ինչ է փոխվել Հայաստանում 2018-ից հետո ընտրական քաղաքական մշակույթի մեջ։ Ես արդեն սկզբում ասացի, որ օրինակ մեր կուսակցությունը քաղաքական ինստիտուտների առումով, այսինքն կուսակցությունների առումով նոր մշակույթ է ձևավորում, շատ բան է փոխվել, առաջերտին օրինական ընտրություններն են, մենք անգամ 2021 թվականի նման բարդ պայմաններում կարողացանք օրինական ընտրություններ անցկացնել եւ եթե հիմա չխորանանք քաղաքական, տնտեսական բոլոր փոփոխություններին, ես կարող եմ ասել, որ ամենակարևոր փոփոխությունը, որ ընտրություններով ժողովուրդը կարողանում է ձևավորել իշխանություն եւ ընտրությունների միջոցով կարող է իշխանություն փոխել։ Մեկ հարցել ու ավարտենք կարճ, ինչպիսի Հայաստան եք պատկերացնում 5 տարի հետո։ Խաղաղ, բաց սահմաններով, տնտեսապես ամրացած, ուժեղ քաղաքացիով եւ իհարկե մեծ ցանկությամբ կուզենայի, որ 5 տարի հետո Հայաստան արդեն զարգացած երկրների շարքում հայտնվեր։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Հայաստանը մոտենում է հերթական խորհրդարանական համապետական ընտրություններին եւ ակնհայտ է, որ առաջիկա ամիսները լինելու են սուրբ անավեճերի եւ կարեւոր որոշումների ժամանակաշրջան։ Այսօր փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես քաղաքական դաշտում, ինչ է կատարվում կառավարող կուսակցության ներսում, ինչպիսի մրցակցություն կարող է ունենալ, ինչպիսի իշխանություն կարող ենք ակնկալել ընտրություններից հետո արդեն։ Մեկ բան պարզ է, որ առաջիկա ընտրությունները լինելու են ոչ միայն իշխանության ձևավորման, այլև այն մասին, թե ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը առաջիկա տարիներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ պատգամավորի տեխնացու Հակոբ Սիմիդյանի հետ։ Լավ մնացեք, հանդիպենք։